Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ուժեղ Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր շատ հստակ առաջարկ, որ Հայաստանի Հանրապետությունում լինի գյուղատնտեսության նախարարություն, լինի Սփյուռքի նախարարություն։ Նշված առաջարկը մերժվել է այն տրամաբանությամբ, որ կառավարությունը նպատակարար այն չի գտնում։ Այսինքն գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները թող իմանան, որ իրանք թիրախային իրենց հասցեատեր գյուղատնտեսության նախարար չունեն, այլ ունեն էկոնոմիկայի նախարարության շրջանակներում մի փոխնախարար, բայց չնայած նրան, որ կարծես քարոզարշավի ընթացքում բոլորս ենք իմացել, որ կա այդ անհրաժեշտությունը, դրա պահանջարկը, դա չի լինելու, որովհետև կառավարությունը որոշում է, որ պետք է հաշվի առնել նաև օպտիմալացումը։ Այսինքն, որ թվերը չավելանան նախարարությունների։ Բայց մենք ավելի լավ առաջարկ կարող ենք ներկայացնել, եթե օպտիմալացման մասին էր խոսքը։ Օրինակ, ներողություն եմ խնդրում Տիկին Գալյանից, բայց Արդարադատության նախարարությունը օպտիմալացվեր վարչապետի աշխատակազմում, տարածքային կառավարման նախարարությունը եւս օպտիմալացվեր վարչապետի աշխատակազմում, ինչի համար այդ նախարարությունները առանձին լինեն։ Ու այսպես շարունակ, իդեպ, ես կառաջարկեի, որ արտաքին գործերի նախարարությունը եւս օպտիմալացվեր վարչապետի աշխատակազմում, ու դրա տրամաբանությունները ընդգծեմ ինչի համար, որովհետեւ դուք երևի վերջին 8 տարիների ընթացքում չեք նկատել, բայց որևէ մի ծրագիր, մի բարեփոխում, որը իրականացնում եք, դա միշտ Նիկոլ Փաշինյանն է մենակ։ Դուք մի քիչ կարծես թե տարիների ընթացքում թիմային աշխատանքից հեռվանում եք, բայց Արդարադատության նախարարության մասով պետքա որ կոնսենսուս լինի, որ այն օպտիմալացվեր։ Իսկ մեր Սփյուռքի հայրենակիցներին կարծում եմ առնվազն թե ինչպես է գործել այն կառույցը կամ կառուցվածքային միավորը վերջին տարիներին, բավարար է ասելու համար, որ մեզ միանշանակ պետք է Սփյուռքի նախարարություն, իսկ Սփյուռքին ուղերձը պետք է լինի, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր հայերի տունն է։